Կես գիշերից նորից սկսել է ծխալն ու Բարաշենի կենցաղային աղբավայրը։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։ Այս բռնկումը տեղի ունեցել գիշերը 23:30-ից 24:00 հատվածում անմիջապես արձագանքեց փրկարար ծառայությունը մինչև այժմ եւ առավոտյան արդեն ժամը 12-ի դրությամբ գրեթե 90%-ով հրդեհը մարված էր։ Մենք մոբիլիզացրել ենք քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, աղբանության սանմաքրման հիմնարկի տեխնիկան է այստեղ, հող ենք տեղափոխում, ջրցան մեքենաներով աջակցում փրկարար ծառայության մեքենաներին եւ դա պիտի շարունակենք այնքան, մինչեւ ծուխը վերանա։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 մարտական հաշվարկ, տեղում աշխատել է 27 փրկարար։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր աղբավայրի կառուցման քաղաքապետի հանձնարարականը ուժի մեջ է եւ հարցին պետք է տալ արմատական լուծում, ստեղծել աղբի վերամշակման գործարան։ 19:30 ես գնացել եմ այստեղից արդեն ամեն ինչ նախապատրաստված, որ այս մեկ շաբաթում մենք պիտի այս մոբիլիզացիոն շրջանն անցնեինք, բայց արդեն տեխնիկան բերել եւ աշխատացնում ենք ներսում։ Եվ ահա անակնկալ այս հրդեհը։ Կամո Արեյանն ասում է, մասնագիտացված տեխնիկա է ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներին։ Այդ տեխնիկան հիմա աշխատում է ներսում, դրանք նոր տրակտորներ են, մեծ տոննաժի, մեծ հզորության, դա նախաձեռնել է քաղաքապետը եւ այդ տեխնիկան աշխատելու է 24 ժամյա ռեժիմով անընդհատ այստեղ։ Քաղաքապետի խորհրդականը աղբավայրի կրկնվող հրդեհներում դիտավորություն է տեսնում։ Այսօր քաղաքապետի կողմից տրվեց շատ խիստ եւ կոնկրետ հանձնարարական։ Այստեղ սահմանել ուժեղ հսկողություն, արգելափակոց տեղադրել մուտքի վրա, որևէ կամայական մեքենա եւ անձ չմտնի աղբավայր։ Իմ անձնական կարծիքն է արդեն, որ այստեղ կա դիտավորություն։ Թե երբ կհաջողվի մարել կրակն ամբողջությամբ, Արեյանը դժվարացավ ասել, քանի որ այս անգամ այրվող տարածքը շատ ավելի մեծ է։ Մոտ 5000 քառակուսի մետր մաքրել ենք նախկին աղբից։ Երբ կհաջողվի մեզ, չեմ կարող ասել, որովհետև շատ մեծ է ծավալը ծխի, ավելին երակի քառակի անգամ ավելի խիտ եւ շատ է, քան օգոստոսի 8-ի ծխածածկույթները այստեղ։ Մեծ դժվարությամբ, բայց պիտի հաղթահարենք, այլ ընտրանք չունենք։ Կարող եմ ասել, եթե նախորդ անգամ մոտ 5 հեկտարի վրա էր բռնկումը, այս անգամ կրկնակին երևի արդեն։ Սա վերջին 3 ամսումն ու Բարաշենի աղբավայրում բռնկված երկրորդ մեծ հրդեհն է։ Ներկա պահին հրդեհի հստակ պատճառը չգիտենք, տուժած անձինք չկան, փրկարար ջոկատները հրշեջ ծառայությունը աշխատում է, փորձում են հանգցնել կրակը, ներկայիս տուժածներ չկան, բուժօգնության կարիք ունեցող անձ չկա։ Նախորդ հրդեհը բռնկվել էր օգոստոսի 8-ի գիշերը։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին մի քանի օր։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։